Վարշակունյացի ճանապարհը ես մի ժամա չեմ գտնում, խճճվել եմ։ Աղջիկներ, ես Աջափնյակի մետրոյում եմ, հաստատ չեմ ուշանա։ Ես էլ չեմ ուշանա, արդեն հայրենիքի էստակադայի մոտ եմ, 5 րոպեից կհասնեմ։ Աղջիկներ, վերջ, ես արդեն մտնում եմ Ճոպանուղի։ Լավ դե աղջիկներ, հենց մտնեք Նորագյուղ, առաջին 70 արկանի երկնաքերի տանիքի ռեստորանում եմ։ Սպասում եմ։ Ասեք, կանեք, ասեք, կանեք։ Ասում ենք, ավելի ճիշտ, հիշեցնում։ Աջափնյակում մետրոյի կայարան ունենալու մոռացված գաղափարը նոր շունչ ստացավ 2019-ից։ Հազար ու մի բանակցություններ, նախագծեր, խոստումներ, որոշները թղթի վրա, որոշները օդում։ 2024 թվականին պետք է սկսենք շինարարությունը Աջափնյակ կայարանի։ 2026-ն է, խոստացված մետրոյի տարածքում ոչ ոք չկա, ոչ մի քար չի շարժվում։ Նախագիծն է պատրաստ, վստահեցնում է քաղաքային իշխանությունը։ Փորձաքննությունը բարդ է, ռիսկերը շատ են, թվարկում են ձգձգման պատճառները։ Ոստանում շուտով երկար սպասված մեկնարկը տրվելու է, ավելին մետրոյի տարածքում բիզնես կենտրոն է կառուցվելու։ Չնայած մետրոյին հատկացված բյուջեի մի մասը ընթացքում վերաբաշխվել է, վերելակներ, տրոլեյբուսներ, այլ խնդիրներ։ Սա արդարացում չի, էլի, սա իրականում բարդ պրոցես է։ Իդեպ մետրոյի նախագծի մասին։ Հետքը գրում է քրեական վարույթ կա դրա պատվիրման եւ ձեռքբերման ժամանակ հնարավոր հանցագործության դեպքով։ Ըստ լրատվամիջոցի ավելի վաղ պարզվել է փաստաթղթերն ամբողջական չեն, նախագիծը կազմած ընկերությունը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Երևանը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Հաջորդ տարի մենք սկսում ենք Իսակը Վարշակունյաց ճանապարհի իրացման գործընթացը եւ արդեն կարծում եմ կառուցապատման մի հատվածը կսկսենք։ Այս խոստման հաջորդ տարին 2025-ն էր։ Մոնթե Մելքոնյանը շարունակող Իսակով Վարշակունյաց հանգույցը առայժմ միայն խոստում է։ Հողի վրա ամեն օր ավելի ծանրացող ու խճճվող խցանումներն են։ Գարնանը կսկսենք աշխատել։ Իսակով Վարշակունյացի թեմայով Ավինյանի վերջին թարմացումն է։ Գարնանը սկսում ենք աշխատանքները։ Այս հանգույցով էլ կմտնեն Նորագյուղ, քարը քարին չեն թողնի։ Երկնաքերերով եւ արդի քաղաքաշինական լուծումներով նոր թաղամաս է դառնում Նորագյուղը։ 3 տարի անց եւ ընտրությունից 5 ամիս առաջ Ավինյանը գործադիրում է նախագծով։ Ոստանում են 10 տարի հետո Երևանի հարավարևմտյան մուտքի մոտ Նորագյուղ եւ Պասկևիչի բլուր տարածքի շուրջ 81 հեկտարի վրա վերեխոյանալու, ինչպես Ավինյանն է պայմանական անվանում, Երևան Downtown բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոնը 70 հարկանի երկնաքերերով։ Ճոպանուղին ըստ երևույթի շատ ավելի արագ կստացվի իրագործել, որտեղ գումարային առումով ինքը շատ ավելի համեստ է համեմատաբար մետրոպոլիտեն։ 7 տարի առաջ լսեցինք Երևանում Ճոպանուղի է կառուցվելու, նոր նորքը քաղաքի կենտրոնին կապող։ Այն ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետի այս խոստումից հետո Ավինյանն արդեն 3-րդ քաղաքապետն է, իսկ օդում Ճոպանուղին չկա ու չկա։ Նախորդ տարի է կառավարությունում այս թեմայով կարևոր լուր հնչել։ Նախագծի մրցույթի փուլում ենք այս պահի դրությամբ։ 2019-ի մեկ այլ խոստում հայրենիքի էստակադայի նախագիծը, որ էլի հավակնում էր թեթևացնել մայրաքաղաքի երկծանրաբեռնված երթևեկությունը, սառեցվեց եւ մոռացվեց։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։